Ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ գնդակահարեցին զբոսաշրջիկների։ Հատկանշական է, որ ահաբեկիչները պատանդներին տարանջատել էին, մահմեդականներին չէին վնասել։ Սա բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հնդկաստանում, հնդկական կողմը մեղադրեց Պակիստանին և թիրախային հարվածներ հասցրեց, ինչից հետո սկսվեցին փոխհրաձգություններ ու փոխադարձ սպառնալիքներ։ Դելհի-Իսլամաբադ թշնամանքը սկիզբ է առնում Պակիստանի որպես պետություն առաջացման պահից։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված այստեղ երբեմն իրավիճակը սրվում է, բացատրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Մի քանի պատերազմների հիշողությունն է, փոխադարձ էթնիկ ջարդերը, որը եղել են եւ Պակիստանում հինդուիստների նկատմամբ եւ Հնդկաստանում մուսուլմանների նկատմամբ եւ Քաշմիրի նահանգի շուրջը վեճն է, որը կիսել են միմյանց մեջ Հնդկաստան, Պակիստան, որոշ չափով նաեւ Չինաստան։ Երկու պետություններն էլ ունեն միջուկային զենք եւ սպառնում են կիրառել։ Միջուկային պատերազմը կունենա ծանր հետևանքներ ոչ միայն հակամարտող կողմերի, այլև ամբողջ երկրագնդի համար։ Հնդկաստան, Պակիստան հնարավոր է նաեւ 4 երկրի Չինաստանի մասնակցությունը նույնպես լինի ներքաշվի, որտեղ Չինաստանը Պակիստանի դաշնակիցն է, քանի որ Չինաստանն եւ Հնդկաստանը խնդիրներ ունեն։ Սա միջուկային պատերազմի հնարավորություն է եւ այդ պատերազմը ամբողջ աշխարհի վրա է թողելու հետևանքներ։ Նաեւ տեսակետներ կան, ամբողջ աշխարհում սկսվի կլիմայական փոփոխություններ լինեն։ Հնդկաստանում պատերազմն ուղիղ ազդեցություն կունենա նաեւ այդ երկրի հետ տնտեսական կապեր ունեցող պետությունների վրա։ Կլինեն մեծաքանակ փախստականներ։ Այս համատեքստում Հայաստանը եւս ազդագիր է, ընդգծում է Ստեփան Դանիելյանը։ Աշխարհի գերտերությունները կոչերից ու հայտարարություններից բացի այլ գործողությունների չեն դիմում։ Քաղաքագետի խոսքով հայտնի զսպման մեխանիզմներն այսօրվա աշխարհակարգում չեն աշխատում։ Զսպիչ մեխանիզմները աշխարհում այլևս կարելի է ասել գոյություն չունեն, եւ դա ցույց տվեց ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այսինքն այն 45 թվականից հետո երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ինստիտուտները միջազգային նրանք այլևս չեն գործում, այսինքն մնացել են խոշոր երկրների ղեկավարների հույսին, թե նրանց հարաբերությունները ինչպես կլինեն։ Ինչ վերաբերում է Հնդկաստան-Պակիստան պատերազմին, ապա հիմնական զսպիչ ուժը դա Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարների ողջախոհությունն է։ Կարծում եմ եւ բանական է, որ այս հակամարտությունը կսառեցվի։ Հուսով եմ միջուկային պատերազմի հեռանկարը զսպիչ դեր կունենա, ամփոփում է քաղաքագետը։